Ժողովուրդ ջան, նայեք ձեզ ինչ եմ ցույց տալի հիմա, սա իմ մոտավորապես 3 ամիս է արդեն երազանքներ, որը իրագործվել է, միացտեղ նայեք, ով տեղյակ չի, սա թոնիր է, էլեկտրական թոնիր, որը նախատեսված է հենց բնակարաններում կամ տներում շատ համեղ խորոված պատրաստելու համար ու ոչ միայն խորոված, նաև լիքը բան, որովհետև ես ամբողջ կոմպլեկտն եմ ձեռք բերել, որի համար վճարել եմ ընդհանուր բոլոր իրար հետ, քանի որ գինը պետք է ասում եմ 30,000 դրամ, ներքևում մեր մոտ հիմա ափսեն է, կափարիչն է, միասին է փաթեթավորած, դնենք մի կողմի վրա, նայեք, այս ափսեն է տակի, որ յուղերը բաները ամբողջությամբ այդ ափսեի մեջ լցվեն, էլի կավից ամբողջությամբ ու ներսը այս տեսք ունի, բոլոր կողմերից սպիրալներով փակված է, որպեսզի տաքացնի պատերը ու կավը իր ջերմությունով խորոված սարքի։ Եկեք ձեզ հիմա լրացուցիչ բաներն է ցուցադրեմ, ինչա իր հետ տրվում, տեսեք 8 հատ այսպես երկար շամփուր է, կոնկրետ այս թոնրի մեջ առյուծ թոնիրն է, այսի 8 հատ շամփուր է տեղավորվում, բարձր որակի, նոր բոլորը, տեսեք այս երկուսը, ուրեմն առաջինը նախատեսված է հենց գրիլի համար, վերևը հավն է դրվում, ներքևը կարտոֆիլ, բանջարեղեն, ինչ ուզեք, այս կողմն էլ կարելի է էլի ինչ ուզենք դնենք, ձուկ կարա լինի, էլի բանջարեղեն կարա լինի, ինչ ուզեք, կարաք թոնրի մեջ պատրաստեք, նաև ես ասեմ, որ կախովի բաներ եմ դնելու, այսինքն ինչ-որ բանից կախելու եմ, տենց եմ խորովելու նաև, լիքը բաներ, հիմա գաղտնիքներ չբացեմ, ամեն ինչ արդեն իմ եթերում կտենակ, ընկերներ ջան, սա սենց այսքան էզում ասեմ, որ շատ ծանր էր, ինքը ընդհանուր 26 կիլո է, տեսեք ես էլ իր շնուրն է, որ միանում է ու տաքացնում այդ սպիրալներով պատերը, ընդհանուր ինքը շատ ծանր էր, նորից կրկնեմ ու ոգևորված ասեցի, որ ես պետք է բարձրացնեմ, մի խոսքով այդ պատմությունը հեսա կպատմեմ մի քիչ հետո, դուք մի քիչ է վայելեք այս սիրունությունը, այստեղ նայեք, հրաշք, գեղեցկություն, ուրիշ ձև չունեմ նկարագրելու, ֆանտաստիկա է։ Նաև եկեք ձեզ միանգամից ցույց տամ մարինադը, որ երեկ եմ պատրաստել, լստե նայեք, ինչ հրաշք է, հենց երեկ Իրիկունը Նավատարապես 11-ի կոմերը գիշերվա արդեն փակեցինք այս ամենը, այսենց 4 բան կա, հրաշք, ես որ շատ եմ սիրում մարինադ, եթե դուք էլ եք սիրում, գրեք տենամ որքան ենք մենք, սենց ասեմ, ին ձևով, ին ոճով եմ փակել, մեջը բուլղարական պղպեղ է կա, գազար է կա, կծու պղպեղ է կա, մնացած է արդեն ստանդարտ ձևով, ոնց գիտեք, ես սենց եմ փակում ու ֆանտաստիկա է մեծ ստացվում, հենց որ ձեզ էլ եմ խորհուրդ տալի, այս 4 բան կան, 5 բան կա պտիլներ, մեկը թթու ենք արել, այս 4 բան կան, 2-ից 2.5 կիլո տարբեր չափսերի վարունգ եղավ, կներկայացնեմ մյուս վլոգում արդեն, ինչ եմ արել, ոնց եմ արել սաղ, տեսանյութը կտենակ, մենք էլ անցնենք առաջ, նաև ձեզ ուզում եմ ցուցադրել իմ ուրեմն համեմունքների դարակը, այստեղ նայեք, ինչ փոփոխությունների եմ ենթարկել, տենում եք 20-ից ավել համեմունք ունեմ ես, տեսեք ես հրաշքը մի հատ, այս սենց, ուրեմն ասեմ, որ երեք շատ երկար այս ափսեներից էի ման գալի ես, տեսեք վրան կպցրել եմ, թղթի վրա գրել եմ ու սոսենձով կպցրել եմ, բոլորի վրա, որ սենց սիրուն, տարբերվող, այս արաբական համեմունքը ինձ նվիրել են շուկայում, բայց միջև մը չեմ փորձել, ասացին ժարիտի բանի համար շատ լավ է, այս տուփերը 50 դրամ արժեին, մեծոտ, նախատեսված են 200 գրամի համար, 200-ից 220, այս էլ այս տուփից էլ եմ առել, բայց այս ավելի շատ պաղացոների համար է, ու այս տուփի մեջ իմ ջերուց սվանսկի աղեր, սվանսկա սոյլ ռուսերեն,
Իսկ այս տուփերը վաղուց ունենք արդեն, գիտեք, եթե որևէ մեկին հետաքրքիր է թե որտեղ են վաճառում, կարամ ասեմ, դուք գնաք առնեք, ստեղ կրկնում եմ, տեսեք, հայկական պապրիկա է այս քաղցր, ընտիր, բուլղարականը չի, բուլղարականը այն մյուսներն նոր ցույց տվեցի, սա հայկականն է, երեք եմ առել շուկայից, այսպես լիքը բաներ հետաքրքիր, սիրուն, բոլորը առանձնացրած, ֆանտաստիկ ձևով, սենց անվանենք, այսենց ձևավորել եմ սաղ, սիրուն, տեղը տեղին, որպեսզի համ ինձ հարմար լինի աշխատել, համ գեղեցիկ լինի, համ մաքուր լինի, սաղ առանձնացրած, այս էլ սև պղպեղն է, նայեք, կիլոն 5000 դրամ, ինձ 4000-ով էին տվել, սենց ընտիր պղպեղ, ես երևի իմ կյանքում սև պղպեղի մասին է խոսքը, երևի իմ կյանքում չեմ վայել է։ Եկեք մի հատ էլ այսենց հավաքած արդեն ցույց տամ ես գեղեցկուհուն, լստեն նայեք մի հատ, այս թոնիրը առյուծ թոնիրն է, նորից եմ կրկնում, գեղեցկուի է, ուրիշ բան չունեմ անվանելու, նենց որ ինձ էլ ձեզ էլ մաղթում եմ լավ եթեր, հրաշալի, անփորձանք ու լավագույն ուտեստներով, եկեք ստեղել մի հատ դե լավ թթվի մասին խոսացինք, թթուն էլ ցույց տամ, նայեք հենց էս էր, որ ասեցի մի բանկան պահել ենք, բաստվեն լավ էլ 2 բանկա է եղել մեկի տեղը, հրաշալի թթու, այս թթուն այն մարինադը հենց որ ոնց պետքա տենց պատրաստվել ենք արդեն ձմռանը, ստեղել մի քիչ ֆեյխուայ է մնացել սեղանին, կիլոն 1600 դրամով եմ առել շուկայից, 3, վատը չի, խոշորոտ է, մի քիչ ձիգ է, պնդոտ է, բայց ընթացքում դրսում որ դնենք կհասնի, նկատի ունեմ սեղանի վրա, թե չգիտեք, իմացեք անպայման, այսքան բան։ Մեկը կարծես թե իրոք քյաբաբի շիշը, բանա շամփուրը, մի քիչ հաստոտ, մնացածի վրա խիստ կասկածում եմ, այսինքն ինչ-որ բաներ եմ առել, հուսով եմ, որ ֆարշի պնդությունը կփրկի իրավիճակը ու այդքան էական չի լինի արդեն, թե ինչ հաստությանը շամփուրը, մեկ է մի հատ կարևոր բան, եսեք այսենց կոմպլեկտ եմ առել, ինչի համար է սա գիտեք, սա նրա համար է, որ ես ինչ-որ մսային բաներ պատրաստելուց, օրինակ թիակ, ամբողջական ինչ-որ կտոր, կախելու եմ թոնրի վրա և կախելու եմ հենց սրանց վրա, մյուսով է վերցնելու եմ կրուչոկով, տեսեք, հատուկ սենց բան եմ առել, որ հարմարացնենք ամեն ինչ իրար հետ, շամփուրի մի հատը 1250 դրամ էր, անկեղծ չգիտեմ, երևի թե իմ ուզած քյաբաբի շամփուրներից չկար, ոնց հասկացա, մենակ սրանք էին, ինչևէ հիմա ինչ կա դրանով յոլա կգնանք, խնդիր չկա ընդհանրապես, մեկ է հաց եմ առել մի հատ, երկու հատ մատնակաշ, ու սենց ընթացքում եթե լավ խանութ գտնեմ, մի 5 հատ քյաբաբի արդեն իսկական շամփուրներ կառնեմ, որտև մեզ պետք է գալու, ժողովուրդ ջան, ձեր հետ միասին։ Իդեպ, հեսա տեսեք, սենց տեսք ունի, սա կրուչոկն է, հարմար օգտագործման համար, և ասեմ, որ այդ շամփուրները կարելի է նաև ջեռոցի համար օգտագործել, ջեռոցի քյաբաբ պատրաստելու համար, տեսեք ինչ հարմար է, փոքրիկ, պստլիկ, հիմա եկեք ձեզ ցույց տամ, թե ինչի համար եմ ես սա գնել, նայեք, ուրեմն այս կրուչոկը ինչով է հարմար, ենթադրենք ես սրա մեջ բան եմ դրել, տեսակ, այսենց դնում եմ, կարտոֆիլը, բանջարեղենը, զուկը և այլն կրուչոկով այսենց իջացնում եմ, հանում եմ և երբ արդեն պատրաստ է լինում, էլի հանում եմ, սա մեկ և երկրորդ կարևոր բանը, որ ասի կախելու համար, այսենց
ուտեստը կախելու եմ սրանից կամ երկու հատ սրանից, այսպես դնելու եմ, նայեք, մոտորապես, այսպես դնելու եմ, փակելու եմ կափարիչով ու ինքը կախված խորովվելու է մեջը, եփվելու է, ամբողջ իմ այս պստլիկ շամփուրները գնելու նպատակը հենց դրանում էր կայանում, մի քիչ ջղայնացա, որ քեբաբի շամփուր չունենք, թե ունենք, գուցեև այս շամփուրների վրա լինի, չեմ կարող ասեմ, բայց որքանով ես եմ տեղյակ, քեբաբի շամփուրները ավելի հաստոտ են լինում ու ավելի մեծով։ Ժողովրդի մոտ կներեք, բայց տենց խայսատ կա, ես միջև, եթե մի բան մտքից դրել եմ, պետք է անեմ, միջև չանեմ, չեմ հանգստանալու։ Այցի տեսա, որ վերնիսաժում հենց իմ ուզած հաստի նկատի ունեմ, ցենց լայն շամփուրներ կան, հենց քեբաբի, իսկ իմացեք քեբաբի շամփուրը ինչքան լայն, այնքան ավելի լավ։ Դրա համար գնում եմ վերնիսաժ, մի անգամից առնում եմ, գալիս եմ, այլ բան չեմ նկարում, ժամանակ չունեմ, արագ տաքսի եմ կանչում, գնամ գամ։ Արդեն առած արդյունքով կգամ, կնայենք, կքննարկենք, խոսանք արդեն միասին։ Ժողովուրդ, ոնց ասում են, ասեցի, արեցի, նայեք, սա սովորական խորովածի են շամփուրն է, որը ինձ տվել են թոնրի հետ միասին, իսա, նայեք, հաստությունը, լայնությունը նկատի ունեմ, դեմեք, տարբերությունը, այս հենց պտի լինի, նույնիսկ եթե ավելի լայն լինի, էլ ավելի լավ, պտի լայն լինի ու բարակ, շատ հաստ պետք չի, այսա իսկական քեբաբի շամփուրն է, հենց որ հիմիկվանից դեռ չպատրաստած, կիսվում եմ արդեն գաղտնիքներով, ինչա պետք, ոնցա պետք, շամփուրը կարևորագույն դեր է խաղում քեբաբ պատրաստելու համար։ Եթե ես արհամար էի այդ փաստը ավելի ճիշտ ու սրանով քեբաբ փորձեի պատրաստել, քեբաբը կընկներ պարզապես, անկախ նրանից, թե ինչ տիպի է սարքած ֆարշը, ճիշտ է սարքած, թե ոչ, դա որևէ նշանակություն չունի։ Հիմա մի հատ սուրճ դնեմ ու պատմեմ, թե ճանապարհին ինչ եղավ, ում հանդիպեցի եւ այլն, շատ լավ տպավորություններով եմ վերադառնում, հազվադեպ է լինում, հետաքրքիր բաներ ունեմ պատմելու։ Մեկ-երկու բան ունեմ առնելու խոհարարության հետ, խոհանոցի հետ կապված, կներեք, պետք է, գիտեք ինչ առնեմ, սննդային ջերմաչափ ճշտել եմ տեղը արդեն որտեղ է, դա շատ կարևոր ու օգտակար բան է, ամբողջը տանը կքննարկենք, մեկ էլ մսի համար կրուչոք երկաթից, այն որ միսը կախում եմ, նորտեղ դա ինձ պետք է գալու ու շուտով կհասկանանք, թե ինչի համար։ Հիմա արագ գնանք Փափազյան փողոց, ընդեղից ջերմաչափ առնենք ու եթե ընդ կրուչոք չլինի, արդեն ես գիտեմ որտեղ կլինի երևի Գումի շուկայի մոտ տեղ մի հատ յարմարկա կա, միանշանակ այդտեղ կլինի։ Հայ ժողովուրդ, հազիվ սաղ յարմարկան ֆրացի գնունի շուկայի, պատկերացնում եք այդ անունն էի մոռացել, ժամանակին գնացել էի այդտեղ ու հիշեցի, որ այդտեղ ոնց է չլինի, կլինի իմ ուզածը, ես կրուչոք էի ուզում, արդեն ասացի ու պրովուլկա, այս է պրովուլկան, ճկվող էլի, իհարկե, որ ես ձգեմ իրան, երկու հատ 3 հատ լամպոչկա եմ առել տան համար, մնացածը տանը ցույց կտամ արդեն, հա, էլի եմ բաներ առել, տենց, ինչը որ սկզբում ասեցի, հիմա ինձ պետք է մի տեղ հաց ուտել, կառասը տեսա ճանապարհին, բայց չեմ ուզում այդտեղ հաց ուտեմ։ Գիտեք ինչ եմ ուզում,
Մենք հենց հիմա բանում ենք գտնվում վերնիսաժի դեմը, ուզում եմ անցնեմ այդտեղով, նախ ասեմ, որ կներեք ինձ նվաստիս էսպես անվանեմ, բայց ես նոր եմ հասկանում, որ գնունի շուկան փաստորեն վերնիսաժի շարունակությունն է, այսու հետ լավ կիմանամ։ Ահա, էսի սենց, մերսի, մեզ իջեցին, անցնենք ճանապարհը, հազվադեպ ասենց բան էր լինում, որ մեքենան ինքը կանգնեց ու զիջեց ինձ սիգնալով, եթե լսեցիք, այսու հետ կիմանամ մի խոսքով որտեղ է գնունի շուկան, ասեմ, որ ով տենում էր թարս էր նայում վրես, սաղ նայում էին հեռախոսից, իրենց թվում էր, թե ես չգիտեմ ինչի իրանց թվում է, թե ես պետք է իրանց գաղտնի ձայնագրեմ, իրանց խոսակցությունը չգիտեմ ինչ, ոնց որ շատ ինձ պետք է, սենց, հիմա որտե գնանք հաց ուտելու, հիմա կանցնենք փողոցը, կգնանք դեպի ուր, դեպի Կասկադ, ընդ լիքը լավ ուտելու բաներ կա, ուտենանք ինչ ենք ուտում, գնացինք։
Ժողովուրդ ուրեմն փորձարկում եմ անում, թոնիրն եմ փորձարկում, որտեղ հենց հիմա քյաբաբ եմ պատրաստում, այն մյուս ալիքի համար, ֆարշը սառնարանում է, այսա ցույց կտամ։ Տեսեք, այսպես տեսք պետք է ունենա, այս ամեն ինչը, սենց միանում է, տաքացնում է ամբողջ պատերը, մյուս կողմից է ցույց տամ, այսպես, այսպես, միացրեցի մի հատ համ փորձարկեմ, համ տաքանա, հասկանանք ինչոց է, այս պահը չգիտեմ ինչի չի գույնը չի փոխը, վերևի հատվածը, այս, բայց ոչինչ, ստե կարևոր այն է, որ պատերը տաքացնի, նա եկեք ձեզ ցույց տամ քյաբաբը, այս էլ քյաբաբի ֆարշն է, լավ ծեծելուց հետո ամեն ինչ շուտով կտեսնեք ինքներդ, ինչի նկատի ունեմ, դրել եմ, որ մի 4-5 ժամ պետք է լավ սառի, որպեսզի էլի ամրանա, համերը փոխանցվեն իրար ու տենց էլի 100 բան, այս շատ կարևոր պարտադիր գործողություն է, ով գիտի, ով չգիտի, դե թող իմանա։ Սա սենց էլ ինչ եզում ձեզ ցույց տայի, լվոր ոչի բան։ Այս է քյաբաբի շշերը, հիմա ուզում եմ նախ լվանք է սա, երկրորդը ուզում եմ այդ չափը ստուգեմ, տենամ ինչքան այստեղ տեղավորվելու, հատավոր պարզ է, վերևից այսքան թողում ենք, ներքևից, վերևից սկոթի բռնակի մասից մի քիչ երկար պետք է թողենք, ներքևն է դե ինչքան գնա, պարզ է սեղ, շատ բարի, այս էլ սենց, հիմա ընթացքը ցույց տամ շատ արագ, արդեն հանելու ժամանակն է, չվառվի անկարծ, նայեք ինչ քյաբաբներ ենք ստացել, սիրուն, յութեղ, տեղը տեղին, հոտը տեղը, համը անկասկած, 20 րոպե էփեցինք, հիմա արագ հանում եմ,